Իրան-Իսրայել թեժացած հակամարտության վերաբերյալ տեղեկատվությունը սահմանափակ է, եղածն էլ վստահություն չի ներշնչում։ Շտապողականության կամ ոչ պատշաճ հետևողականության պատճառով համացանցում հայտնված տեսանյութերի իրական չլինելն աչքի է զարնում միանգամից։ Ռազմական վերլուծաբան Մհեր Հակոբյանի խոսքով դրանք ներքին լսարանների սպառման համար են, հիմնական թիրախն էլ ցածր կրթական մակարդակով բնակչությունն է։ Օրինակ ասենք դնում են, որ ամերիկյան stealth ոճի ինքնաթիռը դուրս է գալի լեռնային թունելից ու միանգամից առանց այդ ցածկահարթակի, առանց երկար գնալու թռնում է, այնտեղ ակնհայտ է, որ թևը մտնում է սարի մեջ, այսինքն նույնիսկ որակը, տեխնիկական որակը այդ մուլտիկների ակնհայտ է, որ դրանք մուլտիկներ են։ Հակառակ կողմից ավելի քիչ քանակի, բայց ամերիկյան կողմն էլ դնում է այդքան մուլտիկներ չէ, ինչքան կարծես կոմպյուտերային խաղերի հետ կապված որոշակի վիդեոնյութեր։ Փոխադարձ հրետակոծությունները շարունակվում են, բայց ոչ սկզբնական ակտիվությամբ։ Ցամաքային գործողություններ այս պահին չկան։ Թեև մոտակա ժամանակներս հավանաբար մենք ցամաքային ինչ-որ բան կտեսնենք, մասնավորապես երևի Խարկ կղզին հարված կհասցնի Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեծ հավանականությամբ, շատ մեծ հավանականությամբ լրջորեն վնասվել կամ սահմանափակվել են Իրանի Իսլամական Հանրապետության օդուժը, հրթիռային զորքերը, հակաօդային պաշտպանությունը, նավատորմը եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները։ Բնականաբար ինֆորմացիան փակ է, երբ ամերիկա-իսրայելական կողմը լրիվ չգիտի, մենք առավել եւս, բայց մեծ հավանականությամբ այս ռազմական միջոցների 50-ից 80%-ը շարքից դուրս է եկել։ Օրինակ մի անուղղակի չափանիշ կա, առաջին օրերին հրթիռային հարվածների քանակը եւ հիմա հրթիռային հարվածների քանակը մասնագետները ամրագրում են, որ առաջի օրերի համեմատ հիմա հազիվ մի 20% է հրթիռային հարվածների ինտենսիվությունը։ Իրանին հաջողվում է դիմակայություն ցուցաբերել, բայց ռազմավարական նախաձեռնությունը մնում է Ամերիկայի եւ Իսրայելի ձեռքում, ասում է վերլուծաբանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ուղղակի վաղը դադարեն հարվածել Իրանին, ուղղակի կվերջանա եւ ինձ որ անցած տարի ունեցանք 12 օրյա պատերազմ, ըստ տարի կունենանք ասենք 1 ամսյա պատերազմ։ Դա Իրանին ոչինչ չի տա։ Դա կհետաձգի Իրանի անկումը։ Սա ռազմավարական նախաձեռնության բնույթն է, որը ով որ ունի շատ մեծ առավելություն եւ ով որ չունի իր համար շատ վատ է։ Ի պատիվ իհարկե իրանական կողմի նաեւ պետք է ասել, որ կարողացան ստեղծել ռազմավարչական համակարգ, երբ դիզերների զոհվելուց հետո երկիրը քաոսի չմատնվեց, սա ի պատիվ իրենց ասենք, ի պատիվ իրենց կարողացել են էլի թունելներով, գաղտնի համակարգերով եւ այլն, ինչ որ բաներ անել եւ այն հսկայական ուժը, որը իրենց սեղմել է, դրան դիմադրել։ Տասնամյակներ շարունակ Իրանը զարկ է տվել ռազմարդյունաբերությանը դիմակայելու համար արտաքին սպառնալիքներին։ Մհեր Հակոբյանի խոսքով մեր հարևան երկիրը կարողացել է ստեղծել մեծ քանակությամբ հրթիռներ, բայց դրանք անվերջանալի չեն։ Գլխավոր հաղթաթուղթ համարվող բալիստիկ հրթիռների 4000 կիլոմետր հեռավորության վրա կիրառելու իրանական փորձն անհաջող դուրս եկավ։ Դրանցից մեկը թիրախին չհասավ, մյուսը վնասազերծվեց հակառակորդի հակահրթիռային զենքերով։ Այսինքն առավելագույն հեռահարության կարծես թե 4000 կիլոմետր փորձեց հասնել, այդտեղ որոմանք սենց ուրախանում են, թե ահա Եվրոպան կհայտնվի հարվածի տակ, բայց մեծ հաշվով լավ ասենք Եվրոպան ենթադրենք Վիեննան կամ Փարիզը կամ Լոնդոնը ասենք ընկավ հարվածի տակ, էլի, ասենք մի հրթիռ հասցրեցիք, տեղ մի հատ ընտեղ շենք փլեցին, 5 հոգի սպանվեց, 10 հոգի վիրավորվեց։ Դա ինչ կտա Իրանին, բացի այն, որ եվրոպական հասարակությունը, որը հիմա քիչ թե շատ չեզոքություն է պահպանում, այդ դեպքում արդեն կմիանա ամերիկա-իսրայելական կոալիցիան եւ դա ըստ կլինի նվեր Թրամփի համար։ Պատերազմի ամենացավոտ կողմը զոհվող երեխաներն են, բնակելի թաղամասերի հիվանդանոցների ռմբակոծությունները, պատերազմական հանցագործություններ, որոնք հաճախ ընդամենը մի վրիպման հետևանք են։ Մհեր Հակոբյանը պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվություն ակնկալելը ժամանակավրեպ է համարում, ընդգծում ուժեղն անում է, ինչ ուզում է։ Եթե բանը հասել է նրան, որ Թրամփը ասում է, ես այնպեսի դասական եվրոպական ՆԱՏՕ-ի անդամ երկրից, ինչպեսին Դանիան է, պատրաստ եմ Գրենլանդիան գրավել եւ ըստ էության մարդկությունը դրա դեմ ոչինչ չի կարողանում անել, ապա այս դեպքում էլ միամտություն է կարծել, որ Թրամփին արարքի համար կպատժեն։ Հիմա 2003 թվականին էլ նույն ձևի առանց որևէ միջազգային սանկցիայի Իրաքի վրա հարձակվեցին, հետո Աֆղանստանի վրա հարձակվեցին, եվրոպական երկրները Քադաֆի Լիբիային հարվածեցին։ Այսինքն այս ամեն ինչը ցավոք արդեն հասել այն մակարդակի, որ նույն Ալիևը մարդկության դեմ ուղղված հանցագործություն իրականացրեց Արցախում, ՄԱԿ-ի միջազգային դատարանը ամրագրեց
հայ ժողովրդի իրավունքը ապրելու Արցախում 2022 թվականի նոյեմբերին եւ ինչ։ Իրանական կողմն անում է հնարավոր ամեն ինչ, բայց դա բավարար չէ հավասարակշռություն պահելու համար։ Իսկ հաղթանակի մասին խոսելը նույնիսկ ավելորդ է, ամփոփում է Վերլուծաբանը։